Մենք արդեն ավանդույթ ենք դարձրել մեր տոնակատարությունը վերածել քննարկման մեր ընթացիկ վիճակի, մեր ժողովրդի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների և դրա հետ կապված դաշնակցության մոտեցումների։ Մենք այսօր այս 135-ամյակի տոնակատարությունները առանձնահատուկ ենք նշում, որովհետև այսօրվա մարտահրավերներն են առանձնահատուկ։ Մենք մեր պայքարը նոր փուլի մեջ ավելի ակտիվ առաջ մղելու խնդիր ունենք, որովհետև հենց այն նպատակով, որ դաշնակցությունը ստեղծվեց 1890 թվականին, ըստ էության բոլոր այդ արժեքներն այսօր հարվածի տակ են։ Այսօր մեր ինքնությունը, մեր ազգային պետականությունը, մեր անժամանցելի իրավունքներն են, որ գտնվում են լուրջ հարվածների տակ։ Եվ սա ամենամեծ դժվար դրա մասին նաև խոստովանությունն է, որ պետք է անել, առաջի անգամ դա ոչ միայն երկրի դրսից է, այլ նաև երկրի ներսից է կատարվում։ Եվ սա կրկնակի անգամ դժվարացնում է մեր գործը, բայց և կրկնակի անգամ կարևորում է դաշնակցության անելիքը։ Մենք իսկապես կանգնած ենք մի շրջափուլի առաջ մեր պետականության զարգացման այս փուլում, որ առանց չափազանցնելու, եթե մենք ճիշտ չկողմնորոշվենք և ժողովուրդը տեր չկանգնի իր ճակատագրին, այլ դա վստահի այսօրվա գործող վարչախմբին, մենք կանցնենք անշրջելիության մի սահմանակից, որից հետո մեր մինչև հիմա եղած կորուստները շատ թեթև կերևան։ Որովհետև առաջիկայում, եթե այս վարչախումբը մնա իշխանության, մեզ իսկապես սպասվում են նորանոր կենսական զիջումներ։ Եվ դա մեզնից նաև պահանջում է մեր ժողովրդին հստակ, անկողմնակալ, անկեղծ, ներկայացնել նաև այն, ինչ տեղի ունեցավ այս վերջի տարիներին։ Դժվար չի համեմատել և տեսնել, թե ինչ ունեինք 2018 թվականին ազգային պետական մակարդակի վրա և ինչ ունենք հիմա։ Բազմիցս ասել ենք, բայց դա նորից պետք է կրկնել, որովհետև այս իշխանությունները անընդհատ փորձում են այդ ամենը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում։ Իրականության մեջ մենք 18 թվականին ունեինք լիարժեք վերահսկողություն Հայաստանի և Արցախի տարածքների վրա, հիմա ունենք կորսված Արցախ և թշնամին գտնվում է արդեն Հայաստանի տարածքում։ Մեր ինքնիշխանությունն այսօր վտանգված է։ Ամեն օր մենք մեր ինքնիշխանությունից ինչ-որ մի բան ենք զիջում։ Բայց ամենադաժանը և սարսափելին այն է, որ այս ամեն ինչը տեղի ունենում խաբեության, ստի և կեղծիքի քովի տակ։ 18 թվականին, երբ որ հիշենք, թե այս իշխանություններն ինչով եկան, խոստանում էին, որ են հորի բարքերը, են վատը, որ այո կար, մեր մեջ եկել են դա վերացնելու։ Եվ մարդիկ հավատացին։ Ստեղծվեց մի վիճակ, երբ որ մենք նայում ենք, թե ինչ ունենք, մենք իսկապես ունենք են, որ լավը առաջին հերթին վերացավ, մեր ձեռքբերումներն ազգային և ժառանգությունը, որ ստացել էր այդ իշխանությունը, մասխվում է, առաջի հերթին որպես հետևանք ազատամարտի հաղթանակի ստորադասման և նսեմացման և այդ շարունակվում է անընդհատ այս ընթացքում կորուստներ։ Այդ մասխումը ամեն տեղ է երևում։ Եվ այդ կեղծիքը պետք է վերջ ունենա։ Չի կարելի
ժողովրդի այդքան խաբել։ Մի լավ, իսկապես ասացված խոսք կա, որը շատ տեղին է, ասեմ Ամերիկայի նախագահ, նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի խոսքն է, որ այսօր շատ տեղին է նշել, որովհետև այն ինչ որ նա նկատել է, մենք պետք է տեսնենք հենց այս 8 տարիների կտրվածքով։ Ասում է, որ ժողովրդի մի հատվածին կարելի է մշտապես խաբել։ Ժողովրդին ամբողջությամբ կարելի է միաժամանակ խաբել, բայց ժողովրդին ամբողջությամբ մշտապես խաբել հնարավոր չէ։ Հիմա մենք ունենք մի վիճակ, որ այ ժողովուրդը խաբվեց մի առժամանակ, երբ թե ամբողջ ժողովուրդը, երբ որ 18 թվականին մեծ հույսերով նոր իբր Հայաստան, նոր խոստումներ եւ սրան հավատալով ժողովուրդը հիմա տեսնում է, որ դրանք բոլորը բերեցին նոր կորուստներ։ Այո, ժողովրդի մի մասը խաբվեց, բայց մի կարճ ժամանակ։ Կա մի մասը, որը մինչև հիմա էլ հավատում է։ Մինչև հիմա էլ հավատում է, որ այս իշխանություններն իսկապես ճիշտ ուղու վրա են, այն խոստումները, որ այս իշխանությունները տալիս են, մանավանդ խոսելով մեր ընդհանրապես սխալ ապրած լինելու մասին, եթե հետևում եք կարճ, եթե բնութագրենք, այս իշխանություններն ասում են, որ մինչև իրենց գալը հայ ժողովուրդը ընդհանրապես սխալ է ապրել, իր հարևանների հետ սխալ է հարաբերվել, անդադ պրոբլեմներ է ստեղծել, եւ այդ պրոբլեմներն են բերել նրան, որ մենք այսօր այս վիճակում ենք, բոլոր կողմերից իբր խաղացվող եւ այլն։ Այսինքն մենք ենք սխալ եղել, մենք սխալ ենք ապրել, մինչև իրենց գալը։ Եվ տենց հավատացողներ կան։ Եվ սրանք են նաև ընտրողները այսօրվա իշխանությունների։ Բայց ժողովրդի աչքերը բացվում եւ բացվել է։ Եվ այն, որ մշտապես խաբել ժողովրդին հնարավոր չի, սա արդեն հստակ դրսևորվում է։ Որտեղ այդ մասը, գիտակից մասը, շատ լավ տեսնում է, թե ինչ ավեր գործեց այս իշխանությունը այս 8 տարիների ընթացքում։ Միայն այս 8 տարիները բավարար եղան, որպեսզի այսքան մեծ կորուստների առաջ մենք կանգնենք։ Եթե կարճ ձևակերպենք, այս իշխանությունների քաղաքականությունը այս 8 տարիներին կարելի է բնութագրել որպես գիտակցված վնասարարություն։ Գիտակցված վնասարարություն այն պարզ պատճառով, որ իրենք պարզապես սկսել են ամբողջությամբ չթաքցնելով դա, իրականացնել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Այսինքն, եթե մի հատ հիշեք, թե ինչ պահանջներ են դնում մեր աղջեր թուրքերը եւ ադրբեջանցիները, թե ինչից են պահանջում հրաժարվել, տեսնենք, որ նույնը կատարում են այսօրվա իշխանությունները։ Ում մտքով կանցներ ամենավատ գերազուն չէր պատկերացնի, որ կարող է ունենալ մի ղեկավար, որ գնա իր ձեռքով ստորագրի եւ փաստի, որ իբրև Արցախը Ադրբեջանի մասը։ Այսինքն հազարամյակներով այդտեղ ապրած հայ ժողովուրդը մեկ էլ բացվում է, որ ապրել է ուրիշի տարածքում։ Ադրբեջան, որ քարտեզի վրա չի եղել, երբ որ ժողովուրդը կար։ Թուրքիա, որ քարտեզի վրա չկար, երբ որ Հայաստանը կար։ Այսինքն, այս աստիճանի չսիրել սեփական ժողովուրդը, սա չի կարող երկար տևել։ Եվ մեր ժողովուրդը սա այո սկսել է տեսնել։ Եվ դաշնակցության գործնա առաջնորդել այս պայքարը։ Մենք պայքարի նոր փուլի մեջ ենք։ Պայքարի այնպիսի մի փուլի մեջ ենք, որ եթե սա մենք չհաջողենք, մեզ ոչ միայն մենք ինքներս չենք ների, մեր նախնիները չեն ների։ Մենք ինչ երեսով պետք է հիշատակենք մեր այս հերոսներին, որոնց մասին խոսում ենք, որոնք իրենց հերոսությամբ մեզ այս եղածը ժառանգել են։ Դա իրենց հերոսությամբ է տեղի ունեցել։ Ոչ թե այսպիսի մտածելակերպով ինչ որ այսօրվա իշխանություններին։ Այսօրվա իշխանությունների
քաղաքականությունը, պարտվողականությունը եւ զիջողականությունն է։ Ուրիշ բան ինքում չկա։ Իսկ եւ պատահական չի, որ այս իշխանությունների համար հայ եւ հաղթանակ բառերը իրար հետ համատեղելի չեն։ Եկել են հայ մարդու իրավունքները արդեն փոխարինում են իրական Հայաստանի քաղաքացու իրավունքներով։ Ինչեր են օրինել։ Այսինքն իրական Հայաստանի քաղաքացի գոյություն ունի, մինչև մենք չենք իմացել, մեր համար միշտ եղել է Հայաստանի քաղաքացի, բայց պարզմամբ կան առանձին իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնց համար կառավարությունն այսօր ծրագրեր է բերում։ Մենք դա լսել ենք ազգային ժողովում, որ այս կառավարությունը պիտի պաշտպանի իրական Հայաստանի քաղաքացու շահերը։ Բայց մյուս քաղաքացիներ ովքեր են։ Եվ իրենց պատկերացած իրական Հայաստանի քաղաքացին դուք գիտեք ովքեր են, պետք է լինեն։ Նրանք, որոնք որ չպետք է գրգռեն որևէ հայտարարությամբ կամ որևէ իրենց պահվածքով թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Դրա համար ասում են Արարատը մերը չի, Արագածն մեր բարձր լեռը։ Եվ սենց ցնդաբանություններ։ Այո, վաղը հրաժարվելու են զինանշանից, որտեղ այնտեղ պատկերված Արարատ լեռը, որտեղ պատկերված է Նոյան տապանը, որ իջել Արարատի վրա, որ հանգած մենք մեր արմատներին չկարչենք, որ հանգած չպարզվի, որ մենք 6000 տարվա պատմություն ունեցող ազգ ենք, այն ժամանակ երբ որ ոչ թուրքերը կային, ոչ ադրբեջանցիները, որտեղ դա կարող է գրգռի մեր հարևանները։ Եվ ուրեմն իրենք այս տրամաբանությամբ, այս քարոզչությամբ մեր ժողովրդին թմրեցնում են եւ ներկայացնում են իրանց ձեռք բերածը իբրև խաղաղություն եւ անվտանգություն։ Մենք այսօր իսկապես ինքնության եւ անվտանգության տագնապի մեջ ենք։ Մեր ժողովուրդը տագնապի մեջ է։ Դի պաշտպանի իր ինքնությունը եւ դի ձեռք բերի իրական անվտանգություն։ Այս խնդիրը պիտի լուծվի։ Իր ինքնությունը եթե չպաշտպանեց, իր պետության գոյությունն էլ իմաստ չի ունենում։ Այսինքն ինչի համար է այդ պետությունը, եթե այդ տեսակը չպետք է պաշտպանի եւ հայ ժողովրդի շահերը իր կերպարի եւ իր նկարագրի մեջ չպետք է պաշտպանի։ Ում է պետք է պետությունը։ Անունը կլինի այդ պետության, ինչպես ժողովուրդն ասում, ամանուն չի լինի։ Բովանդակություն չի ունենա այդ պետությունը։ Կցորդ միավոր կամ տարածք կդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Եվ սա ակնհայտ տեղի է ունենալ, որտեղ են պահանջները, որոնք ներկայացնում են մեր այսպես հարևան կոչվածները, նրանց նպատակը դա է, եւ միշտ դա եղել։ Մենք ինքներս կռիվ չենք հրահարել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Այդ իրենք են, որ մեր տեսակի հետ հաշտ չեն եղել։ Եվ մենք մեզ ենք պաշտպանել։ Բայց սա փորձում են շուռ տալ ներկայացնել, թե հայ ժողովուրդն է մեղավոր, որ կոնֆլիկտացին ինչ որ իղձեր ունի։ Այսինքն մենք մեր տեսակը պահպանենք, մեր հայրենիքում ապրենք, դա կոնֆլիկտացին իղձեր են։ Դրա համար դրել են խնդիր հրաժարվել հռչակագրից, որը համազգային միասնությամբ ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Այդպես հրաժարվեցին Արցախի հռչակագրից, որ անկախության հռչակագրին էր, եւ գործեցինք Արցախը։ Հիմա եթե հրաժարվենք այս հռչակագրից, իսկ դա պահանջում այսօր Ադրբեջանը, որ հենց այս իշխանությունները մնացին, պետք է փոխեն սահմանադրությունը։ Պետք է փոխեն սահմանադրությունը եւ առաջի հերթին երկու բան ընդդեմ պետք է վերացնել։ Մեկը նախաբանն է, որտեղ խմում է կատարվում է հռչակագրին, մյուսը հայ առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակն է, որը տեսնում եք ինչ հալածանքներ են սկսել։ Մեր եկեղեցու դեմ։ Այսինքն սա ինչ է, եթե ոչ պարզ ցուցիչ, որ այս մարդիկ մեր ինքնության հետ խնդիր ունեն։ Մեր ինքնությունն են ուզում վերացնել, որպեսզի սրանով մենք բավարարենք հարևաններին։ Այս հալածանքները եկեղեցու դեմ ինչու սկսեցին։ Որտեղ եկեղեցին պաշտպանում էր հայ ժողովրդի շահերը եւ արցախահայության շահերը։ Խաշազադեն ընդդեմ հայտարարություն արեց Բաքվից, նույնը կրկնեցին Հայաստանում։
Եվ գնաց մոտ մի տարի, հեսա մայիսին կլռանա մի տարի, որ ես ամոթալի պայքարն է սկսել երկրի ղեկավարը իր եկեղեցու դեմ։ Բնականաբար ոչինչ չի հաջողելու, որտեղ ամուր է մեր եկեղեցին, որտեղ մեր համար հավատն է ամուր։ Այո, լինում է միշտ, այսպես բացառություններ, ամեն տեղ կա, ասպա գյուղլի, որ շունչ է լինում, ամեն տեղ կա, բայց մեծ մասով, այո, մեր եկեղեցին նախ այսպիսի բաների չի, որ դիմակայել է մեր եկեղեցին։ Սրանք կդիմակայի, սրանք ով են, որ չդիմակայի։ Եվ այսօր հենց ազգային կառույցներն են հարվածի տակ, հալածանքի տակ, որտեղ իրենք են ինքնությունը պահպանող կառույցները։ Եվ ուրեմն այո, մենք ունենք հենց այդ խնդիրը, նախ եւ առաջ մեր ինքնությունը պահպանելու խնդիրը այսօր դրված օասերանում։ Մենք պարտավոր ենք ունենալ այդպիսի իշխանություն, որ մեր ինքնության տերը կլինի։ Ոչ թե սակարկի մեր ինքնության հաշվին ինչ որ խաղաղություն կոչված է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ թշնամին խտարացներում է, երբ որ գերեվարված են մեր հայորդիները, մեր հերոսները այսօր նստած են բանտերում Բաքվի, ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Այդ ում ենք ուզում մենք խաբենք սրանով։ Վայ նրան, որ կհավատա թուրքի խոստումին, երկեր ունենք։ Ու դրանք հենց այնպես չեն գրվել, մենք տառապանքից բխած բանա։ Մենք իրանց հետ խնդիր չունենք, իրանք մեր հետ խնդիր ունեն։ Եվ այս հարցը պետք է լուծվի։ Այս հարցը պետք է լուծվի եւ մնացել է 3-4 ամիս։ Այս ընտրությունները սրա որոշիչն են լինել։ Կամացնում ենք այս ժամանակիցը եւ այս իշխանությունները շարունակում են իրանց ջիջողական ու պարտվողական այս ընթացքը, որտեղ ունենք մի իշխանություն, որ այսօր պարտության հպարտանում է, մարդը ասում է, որ մենք հատուկ գնացել ենք 44 օրյա պատերազմին պարտվելու, որպեսզի պաշտպանենք Հայաստանի անկախությունը, այսինքն այս աբսուրդը ոնց կարելի է ընդունել։ Այսինքն ոնց այս մարդը բացատրի, որ ես ինչ եմ եկել անեմ։ Եթե ինչ որ հələ մարդիկ կան, որ չեն հասկացել, ժամանակն է որ սթափվեն, հասկանալու համար, որ պարտությամբ առաջ չեն գնում, հաղթանակներով են առաջ գնում։ Եվ այո, մենք պետք է վերադարձնենք մեր ժողովրդին հաղթանակների բերկրանքը։ Սա պիտի դաշնակցությունը եկել է ժողովրդին հաղթանակի տանելու համար։ Ստեղծվել է դրա համար, չի եկել տանի պարտության։ Ինչ մի մեծ խելք ու ուժ է պահանջում գնալ պարտության։ Սա ինչ մոտեցում է։ Այս մղձավանջից պետք է ժողովրդին դուրս անել, այս պարտության էջը պետք է փակվի, մենք պետք է նոր էջ բացենք մեր ժողովրդի համար, հաղթանակների էջը, և կարող է մեր ժողովուրդը դա անել, այո, շատ ճիշտ է կարգախոսը, միասնությամբ դա պետք է կատարվի, միասնությամբ, մեր հավաքական ուժն է, մեր փրկությունը, մեր այս թվացյալ իրանց անվտանգության երաշխավորը ոչ այլ ոք է, քան ցեղասպան թուրքը, որը չի էլ ուզում խոսի ցեղասպանության մասին, եւ սրանք էլ լռել են, ցեղասպանությունից ծաղկուն չեն անում։ Այսինքն մենք ում ենք վստահում մեր անվտանգությունը, թուրք-ադրբեջանական տանդեմին, այդ խաղաղությունը թուրքացման դիմաց, այդ խաղաղությունը արևմտյան Ադրբեջան դառնալու դիմաց։ Եթե զիջումները շարունակվեն, այո, մենք մեծ հաջողությամբ այսօրվա վարչախմբի միջոցով կկառուցենք ոչ ավել, ոչ պակաս, ոչ թե իրական Հայաստան, այլ իրական արևմտյան Ադրբեջան։ Սա է 300,000 պատկերացրեք ադրբեջանցիներ, որ վերադառնան, Հայաստանում ինչ դեմոգրաֆիական կազմը փոխվելու եւ ինչ վիճակ առաջացնելու։ Մենակ սա է բավարար, որ հասկանանք, որ բավական ասա պետք է կանգնեցվի։ Եվ այսօր դաշնակցության գործը հենց դա պետք է լինի։ Մենք պետք է առաջնորդենք մեր ժողովրդին դեպի իր հավերժ գոյություն, իր իրավունքների պաշտպանություն եւ իր ինքնության ամրացում։ Եվ սրա համար մենք այո սկսել ենք
լուրջ խորհրդակցություններ Հայաստանում ընդդիմադիր ուժերի հետ։ Այո, մեկ ուժ կարող է դա չկարողանա անել, բայց միասին ընդդիմադիր իրական ընդդիմադիր ուժերը միասին իրար չկարծելով, այլ դնելով մեկ գլխավոր նպատակ, որ պետք է նոր էջ բացվի մեր ժողովրդի համար, փակվի այս պարտության մեջը, բացվի հաղթանակների էջ, այս նպատակի համար միավորվել եւ այդ միավորումը կբերի լուրջ հաջողություն։ Ես չեմ կասկածում դրան, որտեղ մեր պատմությունն է դա ցույց տվել միշտ։ Մենք պարտվել ենք, երբ որ պառակտվել ենք, եւ հաղթել ենք, երբ որ միավորվել ենք։ Եվ սա եկավ մեր հենց միացումները, միավորումները վերացրեց։ Արցախ, Հայաստան, Սփյուռք, եռամիասնությունը, որ բերեց մեզ այս հաղթանակը պատվարժան ազատամարտի, հենց դա այսօր վերացրեց, դրանից բան չթողեց։ Մենք պետք է վերականգնենք։ Մենք պետք է վերականգնենք մեր միասնությունը կարևորի շուրջ։ Ինչպես եկեղեցին ունի շատ լավ բան, չէ՞, չի թույլ տա, որ սրբազանը սխալվի, ասում է ազատություն երկրորդական բաների մեջ, չէ, միասնություն կարևոր բաների մեջ եւ ամեն ինչի մեջ սեր։ Էս է բանաձևը։ Եվ եթե մենք սրան գանք, ես վստահ եմ այլևս էլ տեղը չունենք ուրիշ գնալու, մենք պարտավոր ենք միավորվել եւ ինչպես 135 տարի առաջ հայ հեղափոխականները միավորվեցին եւ ժողովրդին տեր կանգնեցին, ժողովրդի իրավունքներին տեր կանգնեցին, այսօր էլ պետք է իրական ընդդիմությունը միավորվի եւ տեր կանգնի ժողովրդի անժամանցելի իրավունքներին ու շահերին։ Եվ սրա համար նաեւ Սփյուռքում պետք է զորաշարժ սկսվի։ Սփյուռքում պետք է իսկապես այս ամեն ինչի նկատմամբ անտարբեր մի հայ չլինի։ Ամեն մեկը իր մասով պետք է իր անելիքը տեսնի եւ տա այդ անելիքը։ Ամեն մեկս եթե մեր մասով գոնե հերույց հերու, եթե չենք կարողանում, գոնե աղոթենք մեր հաջողության համար, ես վստահ եմ, որ շատ ավելի մեծ հաջողություն կունենանք, որտեղ այլ ճանապարհ մենք այսօր չունենք։ Եվ ուրեմն վստահ ես հայտարարում եմ եւ դաշնակցությունը դա է անելու, մի կողմ թողնելով բոլոր հատվածական շահերը, կուսակցական շահերը, մեր ընդդիմադիր դաշտում միացնելու է, միավորելու է բոլոր ուժերին եւ մենք միասին վստահ եմ հաջողության ենք հասնելու։ Եվ ուրեմն միասնություն, հայտարար եւ հաղթանակներ